Մենք ով ենք հասարակ մահկանացուներս, որ լեզվին պատվեր տանք, որ դու այսպես գնա եւ ոչ թե այնպես։ Թագավորը անգամ չի կարող բառ ստեղծել։ Ոչ միայն հայերն են գրել եւ հետազոտություններ կատարել, այլ ամբողջ աշխարհի գիտնականները։ Հայերենը, եթե ամենահին լեզուն չէ, ապա հնագույններից մեկն է։ Այդ մարդուն որ ստեղծեցին, մարդուն հաղորդակցելու համար, իրենց լեզուն չպիտի տային։ Ասում են աստվածներն են նույնիսկ հայերեն խոսել։ Նա հայկական բարձրավանդակից է առաջացել։ Ասել կուզեք Նոյը այս տարածքում էր ապրում։ Այո, նաև այս տարածքում էր ապրում։ Հայոց լեզուն սրանից ստեղծում է գոյական։ Հայերենը որպես գիտական լեզու նրանք ուզում են սպանել։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5։ Բարև ձեզ, սա Live Armenia YouTube-յան ալիքն է։ Այսօր չափազանց հետաքրքիր բացահայտումներ են կանելու մեր հյուրի հետ ում եւ սիրով ներկայացնում եմ։ Լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու դոցենտ Հրաչիկ Ակոբյանյան։ Հարգանքներս, բարով եք եկել։ Ողջունում եմ ձեզ։ Պարոն Ակոբյանյան, հայերը, հայոց լեզուն, նրանց առանձնահատկությունն, դերն ու նշանակությունը շատ է խոսվել, շատ են իրարամերժ նույնիսկ կարծիքները։ Խնդրում եմ գիտնականի փաստարկներով փորձենք հասկանալ, թե օրինակ, հայերս եկվոր ենք, թե ոչ, ասում ու ծիծաղում եմ, բայց գիտեք, և մեր հայոց լեզվի, մեր անուշ, մեր առնական լեզվի առանձնահատկություններից համեցեք։ Բարի, խնդրեմ, հայերենի մասին պետք է սարսուռով խոսել, որովհետև նախ մեզ համար նա մեր մայրենին է, և հետո, ասեմ ձեզ, հայերենի վերաբերյալ ոչ միայն հայերն են գրել և հետազոտություններ կատարել, այլ ամբողջ աշխարհի գիտնականները։ Եվ եթե դիտարկենք հենց միայն հնդեվրոպականության շրջանակներում, հնդեվրոպական լեզվաընտանիքի շրջանակներում, ապա համոզված եղեք, որ հայերենի վերաբերյալ ավելի շատ գրագրություններ, ավելի շատ հետազոտություններ, բացահայտումներ են եղել, քան թե հնդեվրոպական մնացած բոլոր լեզուներին միասին վերցված։ Այդպես համարենք, հա։ Ընդ որում, իհարկե, այդ բացահայտումները դրանք շատ հաճախ ճակերտավոր են, դրանք շատ հաճախ գիտության ոլորտից չեն բխում, ինչու, որովհետև շատ երկար ժամանակ, ինչպես Հարվարդի համալսարանի երիտասարդ լեզվաբանների խումբն է ասում, հայերենի հարցերը երբեք չեն լուծվել գիտականության ճանապարհով, նրանք լուծվել են մեծ քաղաքականության թելադրանքով։ Սա մի 4-5 տարի առաջվա արած հայտարարություն է։ Հայերենի մյուս առանձնահատկությունն այն է, որ նա մեծ արժեք է ներկայացնում նաև համաշխարհային հանրության համար, որովհետև եթե հաճախ այսպես են ասում, հայերենը եթե ամենահին լեզուն չէ, ապա հնագույններից մեկն է։ Ուրեմն այս մեկը, ինչպես ասում են, պաշտպանական մի մեխանիզմ է, որ այդ հեղինակին շատ չքարկոծեն, որովհետև հայագիտության շուրջ արված ամեն մի դատողությունը անցնում է 10 ուրեմն աստիճաներով, 10 երկինքներով, 10, չգիտեմ, հարկերով, 10 մակարդակներով, ամենտեղ քննադատությամբ, վերջում ինչ է մնում, արդեն մեզ է հայտնի, որովհետև այսօր հայագիտությունը ստացվում է, որ ամենաթույլ ուսումնասիրված լեզուն է, այն առումով, որ նրա վերաբերյալ հայտնագործությունները, բացահայտումները, նրա հետ կապված առանձնահատկությունները առանձնապես չեն շեշտվում։ Միշտ բոլոր լեզվաբանները, ովքեր զբաղվել են հայերենի ուսումնասիրությամբ, անգամ երբ որ շատ ջատագով են եղել, որ նա ներկայացվի որպես հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզու, բոլորը նշել են Հյուբշմանից սկսած, Պետերմանից սկսած, Վինդիշմանից, Մեյեն անգամ եւ այլն, որ հայերենը հնդեվրոպական լեզուների հետ ունեցած հատկանիշներից բացի ունի նաեւ բազմաթիվ առանձնահատկություններ։ Եթե պատմահամատական լեզվաբանությունը չզբաղվեր միայն ընդհանրություններով, այլ նաև զբաղվեր հայերենի հետ կապված այս առանձնահատկությունների հատուկ քննարկմամբ, այն ժամանակ մենք իսկապես կհասկանայինք եւ կիմանայինք, թե որն է հայերենի տեղը եւ դերը աշխարհի լեզուների շարքում։ Մի քիչ հասկանալի լեզվով կարող եք օգնել հասկանալ, որն է այս մեր քաղցր լեզվի առանձնահատկությունը։
Ես մի բան ասեմ ձեզ, ուրեմն ուզում եմ կարդալ Եղիշեի ասույթը հայոց լեզվի մասին շատ հայտնի բան է։ Սիրո։ Հունարենը մեղմ է, հռոմեական լեզուն հզոր, հոնարենը հոների լեզուն, ահաբեկող, ասորերենը աղերսական, պարսկերենը պերճ, ալաներենը գեղեցկազարդ, գոթերենը հեգնական, եգիպտերենը տափակախոս խավարաձայն, հնդկերենը ճռվող յուն, հայերենը քաղցր, որ միաժամանակ կարող է մյուս բոլոր լեզուների հատկությունները ամփոփել իր մեջ։ Այսինքն բնութագրելով աշխարհի իր իմացած լեզուները համենայն դեպս Եղիշեն նշում է, որ այդ բոլոր հատկանիշները, որ նշեց այնտեղ, հայերենում էլ կան։ Ինչ է նշանակում սա։ Սա առաջին լուրջ լեզվաբանական դատողությունն է, ինքը չի մտածել, թե ինչ է ասում, բայց ինքը շատ կարևոր բան է ասել, որովհետև ես որպես լեզվաբանության դասախոս պիտի ձեզ ասեմ, աշխարհում բազմաթիվ լեզուներ կա, եւ միշտ լեզվաբանության առարկան ընդհանուր լեզվաբանություն, լեզվաբանության ներածություն, համեմատական լեզվաբանություն եւ այլն, այդ առարկան, որ մենք դասավանդում ենք, այդ առարկան դասավանդվում է մայրենի լեզվի բազայի վրա։ Մայրենի լեզվի, այսինքն ես դասավանդում եմ հայերենի հիմունքների վրա, բայց քանի որ աշխարհում այնքան լեզուներ կան, որոնց մեջ այնպիսի երևույթներ կան, որ հայերենը չունի, բայց ես դրա մասին ուսանողին պիտի գիտելիք տամ, հայերենը գոնե մի օրինակ այդ այլաձև մտածողության կամ այլ դրսևորումներից գոնե մի օրինակ ունի, որպեսզի Հակոբ Ջանյանին եւ լեզվաբանության մյուս դասախոսներին օգնի, որ մենք ուսանողի կարողանանք բացատրել, թե այդ ինչ երևույթի մասին է խոսքը։ Այսինքն հայերենը լինելով շատ միասնական, շատ համակարգված եւ շատ հնագույն լեզու, ունի նաեւ այնպիսի առանձնահատկություններ, որոնք նրան առնչում են նաեւ այլ լեզուների հետ։ Պիտի ձեզ զարմացնեմ, ոչ միայն հնդեվրոպական լեզուների հետ, այլև ոչ հնդեվրոպական լեզուների հետ։ Եվ սա մի մեխ է դարձել, որը պատմահամատական լեզվաբանության այսպես սեղանին խփված է, այն մարմարյա սեղանին, եւ չգիտեն թե ինչպես սրա հետ վարվեն, որտեղ շրջանցել չեն կարող, իսկական բացահայտումներ անել չեն ուզում, նշանակում է մի բան պիտի անեն եւ գտան մի ճար։ Հայերենը, այո, հին լեզու է, բայց նա այնքան է շփվել աշխարհի տարբեր լեզուների հետ, որ տարբեր լեզուներից փոխառություններ է առել, եւ այդ ընդհանրությունները հայերենի եւ այդ լեզուների պայմանավորված են նրանով, որ դրանք ընդհանրապես փոխառություններ են։ Բայց այստեղ գիտությունը իր ասելիքը ունի, որտեղ լեզվական փոխառությունները իրենք չեն կարող լինել հիմնական բառաֆոնդի բառերից։ Մենք լեզուն բաժանում ենք, լեզվի բառապաշարը բաժանում ենք երկու անհավասար մասերի։ Փոքր մասը լեզվի հիմնական բառաֆոնդի բառերն են, դրանք մեզ անհրաժեշտ, ամենաառաջին անհրաժեշտության բառերն են, առանց որոնց մենք չենք կարող ապրել։ Ես օրավար իմ ուսանողուհիներին ասում եմ, այդ ձեր պայուսակը բացեք, ձեր ամենաանհրաժեշտ իրերը այդտեղ են, այդ դրանց անունները եւ այլն։ Այդպեսի մի հատ համեմատություն եմ անում։ Ուրեմն ընդհանրապես, քանի որ ամենահին շերտը այդ բառաշերտն է, հիմնական բառաֆոնդի, ուրեմն երբ որ լեզուները իրարից բաժանվել են, հենց այդ բառերն էլ տարել են իրանց հետ։ Հետագայում մշակութային, չգիտեմ, բարձր գիտականության եւ այլն հետ կապված այլ տերմիններ, բառեր, եզրույթներ եւ այլն եկել են, սրանց մեջ մենք չենք կարող ցակնդաբանական ընդհանրություններ փնտրել, որտեղ սրանք սովորաբար ցակել են ավելի ուշ, քան եղել է լեզուների բաժանումը իրարից։ Այսինքն ամեն մի լեզու բաժանվելով իր հետ տարել է ընդհանուր բառաֆոնդի բառերը, բայց հետո դա զարգացրել է, հարստացրել է գիտության նվաճումները նշող եզրույթներով, բառերով, բառապաշարով։ Եվ այստեղ ներողություն եմ խնդրում, մի հատ հետաքրքիր խնդիր կա։ Ուրեմն հայերենի ընդհանրությունները եւ հնդեվրոպական լեզուների հետ, եւ ոչ հնդեվրոպական լեզուների հետ հենց այս բառաֆոնդից են, որոնք չէին կարող ավելի ուշ լինել, եւ մյուս կողմից նրանք չէին կարող փոխառնվել։ Ինչու՞, որովհետեւ ինչ լեզու եթե նա ես դերանունը չունի, դուն չունի, տունը չունի, տեղը չունի, ապրելը, կյանքը, մարդը եւ այլն չունի, այսինքն եթե նա լեզու է, ուրեմն այդ բառերը նա ունի, որտեղ դրանք հիմնական բառաֆոնդի բառեր են եւ ինքը կարիք չունի դրանք ուրիշ լեզուներից փոխառնելու։ Ուրեմն եթե ուրիշ լեզուների հետ եղած ընդհանրությունները առնչվում են նաեւ այս բառապաշարին, այստեղ շատ խոր հետազոտությունների խնդիր կա, բայց միշտ այդպես վերքը սքողելով, ծածկելով, անցել են առաջ, դրանք ներկայացնելով որպես սոսկ բառապաշարային փոխառություն։
Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Քանի տարի է, որ հայոց լեզուն կա։ Ասում են աստվածներն են նույնիսկ հայերեն խոսել։ Ես չգիտեմ, համեցեք։ Քանի տարի։ Մենք որ սովորում էինք, դասագրքերում գրված էր, որ հայերենը 3000 տարեկան է։ Հետո դասամիջոցին այն ժամանակ դասամիջոցներ կային։ Հետաքրքրվողները թույլ չէին տալիս դասախոսը հանգստանա այդ 5 րոպեն, գլխին էին հավաքվում, այն հարցերը, որ զգում եք, որ նա այնտեղ չի կարող արծարծել դասախոսության ժամանակ, այստեղ էինք ուզում դրանց պատասխաններ իմանալ, եւ մեզ ասում են, դե գուցե եւս մի 500 տարի ավելից է։ Ու մեզ միշտ զարմանալի էր թվում, թե ինչպես կարող է այս հզոր լեզուն, չասենք հայերենը, MC համակարգի ինչպիսին լեզուն է, ուղղակի լեզուն։ Ինչպես կարող է նա ունենալ 3000-3500 տարվա պատմություն։ Ինչպես կարող է։ Սրա հետ կապված ես հետագայում եկա մի հետաքրքիր եզրակացության։ Ընդհանրապես լեզուն բնականաբար կապվում է Homo sapiens-ի, բանական մարդու հետ, եւ նրանից սերված մեր այսօրը ներկայացնող ազգությունների եւ լեզուների հետ։ Հիմա ինչ է ստացվում։ Homo sapiens-ին ներկայացնում են որպես 60000 տարվա հնություն վաղեմություն ունեցող մշակութաբաններն են ասում, բայց մարդաբաններն ասում են, որ ավելի 160000 տարի։ Լավ, ընդունենք այս վերջինը 60000 տարի։ Ուրեմն ինչ է ստացվում։ Այս Homo sapiens-ը 56500 տարի լուռ ու մունջ ապրեց, ձեռքերը խաչած, վերջին մի քանի հազար տարում սկսեց խոսել, ծիծաղելի է, անհնարին է, եւ այնքան է անհնարին, եւ այդ անհնարինություն լինելու փաստը էլի Հայաստանում մենք ունենք։ Դուք պատկերացրեք Քարահունջի վաղեմությունը, եթե հիշում եք, Պարիս Հերունին տվեց 7500 տարի, ասած նա գործում էր այն ժամանակ, երբ որ ես ասի պարոն Հերոնի, ինչու եք այդպիսի փոքր թիվ վերցնում, ասեց Ռաչիկ ջան, մի հատ թողես մարսենք, մի հատ տեսի։ Նոր հետո պլյուս 30000 կանենք։ Բայց հետո իհարկե նրա տեսությունը զարգացավ իր մահից հետո, ինչպես հակառակորդներ առաջացան, այնպես էլ կողմնակիցներ առաջացան։ Վաչագան Վահրազյանը ասաց, որ նա հիշեցնում է այդ քարերի շարվածքը, հիշեցնում է անգը համաստեղության աստղերի դասավորությունը, երևի դուք այդ տեսությանը ծանոթ եք, բայց ասաց 80%-ով է հիշեցնում, մեկին մեկ նույնը չի։ Իսկ հետո մեր մյուս հրաշալի հնաստղագետներից մեկը, մշակութային աստղաբանությամբ է զբաղվում, Հայկ Մալխասյանը, վերցրեց համակարգչային ծրագիր կա, որը հաշվարկում է երկրագնդի ցանկացած կետից նրա երկնակամարը եւ երկնքում հայտնված աստղերը, համաստեղությունները եւ նրանց նախկին դասավորությունները։ Մենք այսօր նայում ենք համաստեղություններին եւ յուրաքանչյուր համաստեղության վերաբերյալ մեր տեսակետ ունենք։ Կա գծագիր, քանի կետ, օրինակ սայլ համաստեղությունը, որ ռուսներն ասում են մեծ արջ, այնտեղ 1, 2, 3, 4, կարծեք սայլի եզրագծը եւ առեղն է գնում 3 աստղով, որտեղից անասուններն են լցել։ Ուրեմն արդյոք 1000 տարի առաջ, 4000 տարի առաջ, 40000 տարի առաջ, չգիտեմ 4 միլիոն տարի առաջ այդ աստղերը էլի այդ պատկերն են ունեցել։ Պարզվում է, որ ոչ, որտեղ այստեղից մեզ համար նրանք երևում են հավաք մի բան, որպեսզի մի պատկեր ստեղծեն, բայց նրանք մեկը մյուսի նկատմամբ անտարբեր աստղեր են։ Նրանք իր հետ ոչ մի կապ չունեն եւ նրանք ամեն մեկը իր աշարժումը ունենալով դարերի հազարամյակների ընթացքում նրանք երբեմն փոխում են նաեւ ընդհանուր գծագրությունը, համաստեղության պատկերը ժամանակի մեջ փոխվում է։ Եւ Հայկ Մալխասյանը վերցրեց Ստելարիում ծրագիր կա, ուրեմն համակարգչային, որով նա սկսեց հետ գնալ։ Նախ վերցրեց 7500 տարին, տեսավ, որ այդ տարբերությունները աստղերի շարվածքի
որը ինքը այնտեղ ոչ թե այսօրվա շարվածքն է նայում, այլ հին ենթադրությունը, հա, գիտնականների կողմից։ Եվ այսօրվա այդ քարերի շարվածքը ավելի մոտեցան, բայց էլի չնույնացան։ Բնականաբար նրա խնդիրն էր ավելի խորքերը գնալ։ Եվ այսպես մինչև 15000 տարի, 20000 տարի, 32000 տարվա վրա նա մեկին մեկ ցույց տվեց, որ քարահունջի քարերը շարված են հենց այդ աստղերի դասավորությամբ, ընդ որում նույնիսկ կարծեմ պայծառ աստղերի տեղը խոշոր քարեր են, թույլ արկածող աստղերի տեղը փոքր քարեր։ Այս օրինակ ես ինչի բերեցի, որպեսզի ցույց տամ, որ Homo sapiens-ը լուրումունջ չի եղել, եւ եթե 32000 տարի առաջ նա հարկ է համարել անգխամաստեղության աստղերի շարվածքը ստանալ քարերի ձևով, մեգալիթների ձևով, ուրեմն այդ մարդը, եթե այդպիսի գիտական խնդիրներ է դրել 32000 տարի առաջ, բա կենսական, գիտական, ուրիշ կենցաղային ինչպիսի խնդիրներ պետք է դրած լիներ, եւ արդյոք մարդը կարող էր լեզու չունենալով զարգացնել գիտակցություն։ Լեզուն եւ գիտակցությունը հավասար ընթացող ուղիներ են եւ մեկից մյուսը զիգզագներ են գնում։ Մեկը հարստացնում է մյուսին, հարստանալով ինքը, հետո մյուսից է հարստան, այսինքն գիտակցությունը եւ լեզուն միշտ նրանք իրար ծածկում են ընդհանուր առմամբ, այսինքն ծավալային առումով նույնն են։ Եվ քանի որ այդ բոլորը դրսևորում են նաեւ խոսքի մեջ, ուրեմն նաեւ մտածողության միջոցով, ուրեմն այստեղ խնդիրը բոլորովին մենք չունենք, գիտակցությունը, եթե կա նաեւ լեզուն, առանց լեզվի գիտակցություն չէր կարող առաջանալ։ Ուրեմն մարդը խոսել է ի սկզբանե, եւ Homo sapiens-ը կամ այդ բանական մարդը, որը միշտ վերացական ներկայացման չես հասկանում, սա տիեզերքում է եղել։ Ոչ, սիրելի բարեկամներ, նա եղել է հայկական բարձրավանդակում, հայկական լեռնաշխարհում։ Ինչու՞։ Որտեւ սա ըստ աշխարհագրագետների, ըստ մարդաբանների ավելի կարծեք թե հարմար վայր է մարդու զարգացման համար, որտեղ մենք երկրագնդի վրա ունենք բարձր ջերմության կիզակետված անապատներ, Աֆրիկա եւ այլն, եւ ունենք, ասենք թե, շատ սառը վայրեր, որտեղ ասենք կլոր տարին ցուրտ է լինում։ Մարդը չէր կարող ոչ այնտեղ զարգանալ, որտեղ միշտ նույն սառնությունն է, ոչ այստեղ զարգանալ, որտեղ միշտ նույն այդ ջերմությունն է։ Մարդը պետք է զարգանար այնպիսի վայրում, որտեղ չափավոր ջերմություն եւ չափավոր սառնությունը իրար անընդհատ հարափոխող վիճակում իրար փոխարինում են։ Գարուն, ամառ, աշուն, ձմեռ, նորից գարուն եւ այլն եւ այլն։ Ուրեմն սա նշանակում է, որ իսկապես մենք այստեղ ունենք այնպիսի խնդիր, որ մարդը այստեղ աշնանը պետք է մտածեր ձմեռելու մասին, այսինքն արդեն բնականորեն երկրագունդը իր բնակավայրը հայկական լեռնաշխարհը նրան մտածելու խնդիր էր դրել։ Մտածիր ապահովիր ձմեռելու մասին։ Իսկ ձմեռը պետք է նա մտածեր ինչպես անի, որ ամառը աշխատանք անի, բարիքներ ստեղծի, որպեսզի հետո այդ ձմեռը կարողանա վայելել այդ բարիքները։ Այսինքն սա մի չափավոր կլիմայական առումով չափավոր վայր է, որը իր հարափոխող է ջերմության եւ ցրտության այդ տարբերակումներով ինքը կարողացել է մարդուն զարգացնել եւ մարդը այստեղ է զարգացել։ Ես չեմ կարող ասել այլ ռասաների հետ կապված, բայց սպիտակ ռասան անկախ նրանից հնդեվրոպական լեզվանտանիքին է պատկանում, թե մյուս լեզվանտանիքներին է պատկանում, նա հայկական բարձրավանդակից է առաջացել, նա այստեղի ժողովուրդների արտագաղթից է զարգացել, ուրեմն արտահոսքերից է ձևավորվել։ Դուք գիտեք, մի բան կա հին հունական դիցաբանության մեջ Հերակլեսի հաջողություններից, այդ հերոսություններից մեկ, երբ որ նա Գեայի որդուն, Գեյան երկիրն է, նրա որդուն օդում է կարողանում խեղդել, որտեղ ինչքան տեսնում է, որ հենց դրեց գետին, նա գետնից ուժ է առնում։ Այս նույն երևույթի քննարկումը մենք տեսնում ենք Արշակ եւ Շապու պահին, այն հողերը որ ցավում է եւ այո, սա պատահական չի։ Եվ սա ինչ որ թրջող թեմա չի։ Նա մի տեղից զարգացած, մյուս տեղերը անցած թեմա է։ Թրջող, զուգահեռ պատմություններ, չպետք է հավատալ այս բաներին, որ պատահականորեն ինչ որ երկու տեղում համանման բաներ առաջացան։ Չի լինում, միշտ մի տեղից է գնացել այն մյուս տեղը։ Ի վերջո թշնամիները դրա համար են ամեն կերպ փորձում մեզ վտարել մեր հայրենիքից, մեր այդ ուժը, այդ արշակյան ուժը մեր մեջից անելու համար։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։
Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Հիմա տեսեք ինչ բաներ, սկզբից հայերենը դիտում էին որպես Բաբելոնի աշտարակաշինության հետևանք։ 72 հրեաներն են տալիս էլի այդ ցուցակը, այնտեղ հայերն էլ կան իհարկե, հայերի մասին են նշում, 72 տոհմ է, 72 ցեղ, 72 լեզու եւ ներկայացնում են այդպես, բայց իրենք ցուցակները այնտեղ տալիս են։ Իսկ հետո միջնադարից ավելի ուշ, երբ որ արդեն իրենց գիտելիքը եւ այլն Նոստրադամուսով բանով պես միամիտ ներկայացնելով իբր թե բան կանխագուշակ, բայց նա իրականում ծրագրող էր, ոչ թե գուշակ էր, նա ծրագրում էր, հետո իրենց ժողովուրդը պետք է դա կատարեր եւ նրան ճիշտ աներ։ Այսինքն ուզում եմ ասել, որ այս գաղափարախոսությունը ինքը երբեք դատարկ տեղում չի առաջանում եւ հրեաները այս բոլորը փաստորեն օգտվելով մինչ իրենք եղած քաղաքակրթություններից այդ բոլորը այսպես դայջեստով կամ համառոտագրելով մտցրեցին Աստվածաշունչ եւ քրիստոնեական եկեղեցական գրականության մեջ եւ հետո ներկայացնին որպես իրենց ստեղծագործությունները, բայց եթե միակ վերցնում ենք միայն ջրհեղեղի պատմությունը, որ այնտեղ մի փոքրիկ պատում է, չէ՞, այստեղ մենք նայում ենք շումերական գրականության մեջ հսկայական էպոս կա ջրհեղեղի մասին, այնտեղ իհարկե ոչ էլ Նոյ է, այնտեղ ուրիշ անուններ են գնում, անգամ ասորական, ակադական անվանումներում այնտեղ ուրիշ անվանումներ են, այո, ուտնապիշտի այնտեղ Քսիսուտրոս եւ այլն, մի խոսքով հարցը դա չի։ Հարցը այն է, որ այն ամենայնիվ այդ բոլոր ազգությունները, որոնք այստեղից փաստորեն գնացել են դուրս, իսկ գնալու պատճառները շատ կարող էին լինել, դրան չանդրադառնանք, սած գերբնակությունի առաջանում այստեղ, չէ, գիտեք, հետո ինչ որ դրա հետևից գալիս է քաղցը, որովհետև երկիրը չի կարողանում կերակրել n+, չգիտեմ, այսքան քանակության, ազգաբնակչության, ինչ որ այնտեղ որտեղ ավելի այդ քաղցը ուժեղ արտահայտված, այդտեղի ժողովուրդը վերցնում իր ունեցվածքը, իր կենդանիներին առաջն է անում, իր ունեցվածքը բարձում է սայլերին ու ճանապարհ են ընկնում։ Նրանք գնում են արդեն լքում են այս երկիրը ու գնում են թե ով որտեղ կընկնի, նրանք խմբերով են գնացել, մեծ գավառներով, նահանգներով այդպես գնացել են եւ բնականաբար այդպես հավաք ձևով տարբեր տեղեր ի վերջո կայանելով, հետո ինչու ես բերեցի այդ հողի եւ մարդու կապի մասին այդ առասպելը, երբ որ ժողովուրդը իր լեզվով հանդերձ հեռանում է իր մայր տարածքից, նրա այդ լեզվի զարգացումը ավելի արագանում է, նրա մեջ փոփոխությունների այդ տենդենսը ավելի ուժեղանում է եւ վերջում մենք տեսնում ենք այն ինչ որ տեսնում ենք, կա հայերեն, կա չգիտեմ սլավոնական լեզուներ, կան ասենք չգիտեմ լատիներից առաջացած ռոմանական լեզուներ, գերմանական լեզուներ, մեծ բալթյան լեզուներ եւ այլն, այսինքն այդ բոլորը մի տեղից գնացած ժողովրդի հետագայում զարգացած լեզուներն են, բայց փոփոխվելով հանդերձ այնուամենայնիվ հենց այն ֆոնդը, որից ես ասացի, բառապաշարի, այդ ֆոնդից որոշ բաներ մնում են անփոփոխ ձևով եւ այս առումով մենք լեզվաբանները հենց դրանք են համեմատում բառապաշարի մեջ այն հին շերտը, որը որ մնացել է այստեղից տեղաշարժված, տեղափոխված, զարգացած, փոփոխված եւ ուրիշ անվան տակ հանդես եկող լեզուներ։ Այսինքն ստացվում է մենք Նոյի սերունդներն ենք, պարոն Ակոբյան։ Ասում են հաբետած կարելի է ասել, որ Նոյի սերունդից ենք։ Աստվածաշունչը անգամ եթե մենք վերցնենք, դե գիտեք ամբողջ միջնադարը Աստվածաշունչին էր հղում տալիս եւ այլն, դա հետո առաջացավ այն մոտայնությունը, որ դա գիտական չի եղել, բայց այնուամենայնիվ Աստվածաշունչն էլ դատարկ տեղը չի, ինչ որ բաներ կան, որոնք թեկուզ են ռացիոնալ հատիկի նման պահպանվել են լեգենդի առասպելի մեջ, Աստվածաշունչում երկու անգամ է խոսում մարդակայացման մասին, մարդաստեղծման մասին։ Դե մեկը հայտնի ուրեմն պատմությունն է Ադամի եւ Եվայի մասին, դա դրախտի պատմությունն է, իսկ երկրորդը այն է, որ Ադամի եւ Եվայի սերունդները իրենց լավ չփայեցին, մոռացան իրենց Աստծուն,
սկսեցին ապրել ուրիշ կյանքով, շվայտ, ցոփ, մոռացան Աստծո պատվիրանները եւ այլն, եւ Աստված որոշեց նրանց պատժել։ Պատժելուց հետո ինչ արեց, նա մի ընտանիք ընտրեց, դա Նոյն էր, իր ընտանիքով եւ այլն, որի նրա հանգեց նավ պատրաստել, հուշեց թե ինչ է լինելու, եւ այդ նավով նրանք բարձրանալով մնացածը բոլորը մնացին ջրասույզ, եւ Նոյի սերունդից հետո առաջացավ երկրորդ անգամ մարդկություն։ Ուրեմն Նոյը որտեղ է իջել, նախ Նոյը որտեղից բարձրացավ իր նավը։ Նոյի նավը մոտորանավակ չէր, առագաստանավ չէր, որպեսզի քամիները կամ չգիտեմ ինչ ուժեր նրան տեղափոխեին շատ մեծ տարածություններ։ Չէ՞։ Ուրեմն նա բարձրացավ եւ հետո իջավ մոտավորապես նույն տեղը։ Հա, տարածաշրջանի առումով մի 50-100 կիլոմետր տարբերություն։ Նախիջևանն է եղել։ Այո, մի խոսքով, ուրեմն այստեղ մենք որևէ բան նոր չենք ասում։ Որտեղից բարձրացավ, այնտեղից չէ։ Մի +-1 +1 էս հողը։ Ասել կուզեք Նոյը այս տարածքում էր ապրում։ Այո, նաև այս տարածքում էր ապրում։ Չնայած այնտեղ ուրիշ աղբյուրներ, ուրիշ բաներ են ասում, բայց այդտեղ դա թողնել, դա մեր վիճելու խնդիր չի, դա գիտության խնդիր չի։ Բայց Նոյը այստեղ լինելով նա այստեղից է նորից ճյուղավորվել։ Նոյը ինքը ոչ մի ազգի չէր պատկանում, ինչպես ասում է Աստվածաշունչը։ Ազգերը տարբերվեցին, առանձնացան նրա զավակներից՝ Սեմը, Քամը, Համեթ։ Սեմից առաջացան սեմական ժողովուրդները, բնականաբար մեծ եղբայրը պիտի սեմական լիներ եւ այլն։ Հետո Հաբեթը, մի խոսքով, Հաբեթից մենք հաբեշական լեզուներս։ Նոյը չի հիշատակվում, որ որևէ տեղ գնաց։ Բայց այն հանգամանքը, որ Նոյը այստեղ էր եւ նա չի մասնակցել Բաբելոնի աշտարակաշինությանը, ես նորից վերադառնում եմ առասպելաբանությանը։ Հрьяաներին հիմք է տալի ասելու, որ քանի որ Նոյը չի մասնակցել այդ ուրեմն խառնակցությանը, ուրեմն հրեական լեզուն է Աստվածատուր առաջին լեզուն։ Այսինքն նա Նոյին սեփականում է, բայց ինքը կարող էր սեփականել իր իսկ տված տվյալներով միայն Սեմին, ոչ թե Նոյին։ Նոյը վերլեզվական, անդրլեզվական մի անձնավորություն էր։ Իրենց իսկ տված տվյալներով ասում, բայց իրականում իհարկե այդպես չէր, եւ Նոյը հանդես է գալիս որպես հայկական լեռնաշխարհի բնակիչ, եւ բոլորովին էլ պատահական չի, որ մենք բազմաթիվ բաներ ունենք կապված եւ առասպելներ եւ տեղանուններ կապված Նոյի հետ, Նոյի հանգրվան ունենք մենք, այդտեղ Նախիջևան անունը ունենք եւ այլն եւ այլն եւ այլն։ Մի խոսքով, այս հանգամանքը պետք է ասել, որ 17-18-րդ դարերից սկսեցին զբաղեցնել նաեւ հայ մտավորականներին, որ ինչու պետք է հрьяաները, որոնք Արարատի վրա չի իջել այդ նավը, իրենք հրճակեն իրենց, որ իրենց լեզուն այդ 72 լեզուներից որևէ մեկը չի, որտեղ նա խառնակցությանը չի։ Այդ մեր լեզուն չմասնակցեց խառնակցությանը։ Որտեղ Նոյը այստեղ էր եւ նրա սերունդները այստեղ էին։ Հատկապես Հաբեթը, որտեղ փոքր որդին միշտ մնում է հորական տանը։ Այո, սա արևելյան բան է, հաստատուն, այո, ավանդույթ։ Եղեսկով։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Եվ այս ամենից հետո մենք տեսնում ենք, որ փոխվում է շերտադրումները եւ որքան գալիս է դեպի մեր ժամանակները, այնքան ազգերից մեկը իրեն շատ լավ է զգում եւ ֆինանսապես եւ տնտեսապես եւ ամեն ինչով եւ կամաց սկսում է աշխարհին թելադրել իր կամքը։ Եվ իր կամքի հետ կապված իհարկե նաև մենք ունենք այսօր մի վիճակ, որ այդ կամքի գերագույն զարգացման թելադրանքով է ստեղծվել, դա մեր այսօրն է, դա մեր այսօրվա համաշխարհային իրավիճակն է ամբողջ աշխարհի, որտեղ տեսեք մեր գեները հաճախ են այդ մասին խոսում, որ այս տիրող աշխարհակարգը ինքը
ոչինչ լավ բան չբերեց։ Եթե վերցնենք վերջին 200 տարին, ապա երկու հատ համաշխարհային պատերազմ, երրորդն էլ հիմա ընթանում է, բայց ոչ մեկը չի ուզում խոստովանել, որ սա է, բազմաթիվ ուրեմն վարակներ, համաճարակներ, սկսած Իսպանկայից, հիշում եք ժամանակին, այո, առաջին կեսին դարի անցյալ ուրեմն հիմա թագավարակը իր տարբեր մոլեգնում է, չէ՞, որտեղ ծրագիր կա աշխարհի ազգաբնակչությունը իջեցնել 1 միլիարդ, 1.5 միլիարդի, որպեսզի երկրի ունեցվածքը իրենք ավելի երկար վայելեն, ինչ իմաստ ունի 8.5 միլիարդ, 9 միլիարդ հիմա նստի այդ ամբողջը փչացնի։ Նավթը սահմանափակ է, քարածոხը սահմանափակ է, ընդերքում ինչ որ կա սահմանափակ է, մենք կարող ենք միայն բանը վերականգնել, անտառը վերականգնել։ Մնացած ռեսուրսները բոլորը սահմանափակ են, այո, ընդերքում։ Մի խոսքով, սա էլ թողնենք մի կողմ։ Դրա համար ուրեմն հայերենը սկսում են համարել մեր մխիթարյան միաբանության երևելիներից, սկսում են արդեն լուրջ մոտենալ, հենց Աստվածաշնչի իսկ քննարկմամբ գալիս են այն համոզմունքին, որ հայերենն է նախաստեղծ լեզուն։ Եթե հայերենը նախաստեղծ լեզու է, եթե աստվածները այստեղ իջան, եւ այստեղ աստվածները ստեղծեցին նաեւ շումերական տվյալներով է սա հաստատվում, որ նրանք ստեղծեցին մարդուն, որ ծանր աշխատանքների ինքը կատարի, որտեղ իգիգներ ապստամբեցին, անունակների դեմ եւ այլն։ Հիմա մարդուն ստեղծեցին, այդ մարդուն որ ստեղծեցին, մարդուն հաղորդակցելու համար իրենց լեզուն չպետք է տային, որ նախ այդ մարդիկ իրար հետ շփվեն, երկրորդը իրենք կարողանան նրանց հետ շփվել, որ նրանց մի ուրիշ լեզու չէին տալու, հետո բառարանին նրանց հետ խոսեն, ուրեմն իրենց լեզուն են տվել, եւ պատահական չի, որ ես որ հիմա կարդացի Եղիշեի արտահայտությունը հայոց լեզվի մասին, այդպես արտահայտություններ շատ կան տարբեր լեզուների մասին, բայց հայտնի է նաեւ անգլիացի բանաստեղծի Բայրոնի տեքստը, որ այսինչ լեզուն կռվի համար է, այսինչ լեզուն սիրաշահելու համար է, այսինչ լեզուն փիլիսոփայության լեզու, այո, իսկ հայերենը աստվածների հետ խոսելու լեզու։ Եվ բնական է, որ երբ որ նրան հարցրել են, թե նա հրաշալի հայագետ էր, որովհետև մխիթարյանների մոտ գնաց սովորեց, եւ երբ որ նրան ասել են, թե դու ինչպես ասում են, քուկին ինչ պետք է այդ հայերենը, ասում է, ես ուզում եմ մոտարապես այսպես է ասում, ես ուզում եմ իմանալ, թե ինչ լեզվով են խոսել աստվածները։ Եվ պատահական չի, որ այդ բանաստեղծության մեջ ինքը վերում է, որ հայերենը աստվածների հետ խոսելու լեզու է։ Բայց իսկապես մեր լեզուն փառահեղ լեզու է, եւ ինքը սեփական մաշկից վրա եմ զգում, եթե ես խոսում եմ զոր օրինակ էերով, ես այլ հոգեվիճակ եմ ստանում։ Եթե ես խոսում եմ հայոյելով, այերով, փողոցային լեզվով, ես դառնում եմ չգիտեմ ինչ, փոքրանում եւ այլն։ Ես չեմ ասում մասսայյանական թարգմանությունը, ես չեմ ասում են չնաշխարհիկ թարգմանությունները, որոնք կրկնօրինակման տեսքով մենք վայելել ենք, հիմա հուսամ վայելում են նոր սերունդը։ Բայց միթե սա լոկ լեզու է իր գիտական համակարգային ստեղծագործությամբ, թե ինչ որ կոդ ամեն դեպքում կա, գաղտնագրեր կան, թաքնագրեր կան, շատ հաճախ են մեզ մոտ լինում մարդիկ, որոնք ծանրանում են հայոց լեզվի խորագիտության վրա, ինչ-որ գաղտնագրության, այդ խնդրում եմ, ասացեք այս մասով, արդյոք սա ինչ-որ այլ լեզու է, էլի։ Մի քիչ գուցե ինքնասիրահարված եմ, թող ներվի ինձ, բայց եթե ամեն մի լեզվով խոսող ինքնասիրահարված չի իր լեզվին, նա սխալ մարդ է։ Մենք առաջինը որևէ մեկից չենք տարբերվում, եթե սիրում ենք մեր լեզուն, բնական է, բայց մեր լեզուն պետք է ասել նաև սիրելու տեղեր ունի։ Գիտեք ինչ, իրականության մեջ այս մի երևույթն է։ Սմակդոնովսկուն լեզուն չեն համոզել, որ հայերեն սովորի, էլի Համլետը նայելուց։ Իրականության մեջ այս մի առարկան է, այս մի երևույթն է։ Հայոց լեզուն սրանից ստեղծում է գոյական։ Սրանից ստեղծում է բայ, սրանից ստեղծում է ածական։ Օրինակ, քար, քարել կամ քարապատել։ Եվ ասենք քարեղեն, քարած, շատ արտահայտություն, որպես ածական։ Այսինքն, եթե վերցնենք որևէ ածական, լուր, մենք նրանից կերտում ենք գոյական, լռություն, մենք նրանից կերտում ենք բայ, լռել։ Վերցնում ենք որևէ բայ, նրանից ստեղծում ենք իր ածականը եւ իր գոյական։ Այսինքն մենք մի երևույթից կամ 3 երևույթից ստեղծում ենք 9 երևույթ։ Այս լեզուն այն
ալյուրը որ ջուր են տալիս, ասում է էլի ջուր դուր, որտեղ անընդհատ կլանում է ու խունցելը դժվար է լինում։ Այո, ինքը անընդհատ ջուր է ուզում, բացվել է ուզում, որտեղ ինքը այնքան խտացած է, ինքը գերխտացած է։ Սա այդպիսի լեզու է։ Ճանենցը կասեր ճկուն։ Այո, եւ ես մի բան էլ կասեմ, որ բնավ չվախենակ AI փոխարկվելու խնդրից։ Ինչպես էլ որ լինի, դա մեր լեզուն է։ Գրաբարը բոլորովին ուրիշ համակարգ է։ Միջին հայերենը ուրիշ հավաքարկ էր, դա արդեն Կիլիկիայի հայերենն է։ Աշխարհաբարը իր երկու դրսևորումներով, արևելահայ, արևմտահայ, միանգամայն տարբեր համակարգեր են։ Եվ հնդեվրոպական լեզվանտանիքի ծառը, որ նկարեցին, հենց այստեղ էլ է երևում միակողմանիությունը եւ մոտեցման անառողջությունը, որ հայկական ճյուղի վրա, այդ ծառի, որ գրած է հայկական ճյուղ, վրա մի տերև նկարեցին, ոչ թե երկու։ Նրանք կարող են երկու տերև նկարել, արևելահայերեն եւ արևմտահայերեն, որտեղ այդ ժամանակ արդեն հայտնի էր, եւ ընդհանրապես մխիթարյանները հսկայական աշխատանք էին կատարել այդ ուղղությամբ աշխարհաբարի ուսումնասիրությամբ եւ նրանք ապացուցել էին, որ արևելահայերենի կողքին կար նայեն արևմտահայերենը։ Մեր Միքայել Նալբանդյանը գիտեք, այնտեղ Նազարյանցը գիտեք եւ այլն ուրիշները քերականներ կային, հսկայական աշխատանք կատարեցին։ Ընդհանրապես մխիթարյանները շատ մեծ աշխատանք կատարեցին գրաբարի ուսումնասիրության հարցով։ Եվ գիտեք ինչ, այն հանգամանքը, որ մենք այսօր պատմահայմատական քերականության ներկայացուցիչները ասում են, որ բանը պետք է հենվել միայն քերականական ընդհանրությունների վրա։ Ասենք ինչ է նշանակում քերականական ընդհանրությունը, դա այն է, որ այսօր մենք ասենք սեղան ին սեռականի վերջավորությունն է, չէ՞։ Ռուսերեն մать, հին ձևը մատեր, մատեր այդ ին նույն սեռականի վերջավորությունն է, սա է քերականական ընդհանրությունը։ Նու ասում են, որ հենվեք քերականական ընդհանրությունների վրա, որովհետև բառային ընդհանրությունները կարող են փոխառնված լինել եւ նրանք ծագումնաբանության մասին վատ խորհրդատու են, ճիշտ չեն եզրակացությունների հանգեցնի, բայց արիտես որ ես իմ ուսանողներին ասում եմ վերցրեք խորենացի գրաբար, կարդացեք։ Այնտեղ հազվադեպ կարող է բառ լինել, որ դուք չհասկանաք, դրանք կլինեն այն բառերը, որոնք լեզվից դուրս են մնացել։ Գրաբարում աշխատել են, միջին հայերենում գուցե եղել են, աշխարհաբարում չեն պահպանվել։ Այդպիսի բառեր կա, լեզուն միշտ բառեր է թողնում անցյալով։ Հին ընկալումներ կան, որոնք չեն անցել մեզ այդ ընկալումները, երևույթի ավելի զարգացած տեսակի անվանումներ կան, հին անվանումները մեզ չեն անցել երևայ։ Դուք կպատկերացնեք, որ խոփը նշանակել է թուր։ Չեք պատկերացնի, բայց խոփը նշանակել է թուր։ Բայց այն բանից հետո, երբ որ արդեն արորը ստեղծեցին եւ արորը հագցրեցին, երկաթյա մետաղյա պատյան հագցրեցին, խոփ բառը գնաց այնտեղ, որպես թուր նայ սկսեց չգոռալ։ Այսինքն որ թուրը խոփը գիտենք որ խոփ։ Հասկանալի է, բայց հիմա ինչ է ստացվում, որ մենք այդ բոլորը հասկանում ենք, բայց գրաբարը չենք հասկանում, այդ տեքստը չենք հասկանում անմիջականորեն։ Ինչու՞։ Քերականությունն է փոխվել։ Ուրեմն աշխարհի բոլոր լեզուներում քերականությունը կայուն է, բառապաշարը արագ է փոփոխվում։ Խնդրեմ ուսումնասիրեք անգլերենի վերջին մի 300 տարվա վիճակը։ Այնտեղ մի ձևով գրում են, մի ձևով կարդում են։ Հետո հին ու նոր կա։ Իմ հրաշալի ղեկավար ունեի Էդվարդ Աթայան ակադեմիկոս, ասում էր անգլիացիները գրում են Լոնդոն, կարդում են Մանչեսթեր։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Մենք ինչպես գրել ենք, այդպես էլ կարդում ենք, չնչին փոփոխություններ կան։ Ինչու են, որտեղ մեր փոփոխությունները, արագ փոփոխությունների ժամանակը շատ հնում է մնացել։ Այդ փոփոխությունները կատարվել են, լեզուն կայացել է, եւ նա փոփոխվելու շատ քիչ բաներ ունի, որտեղ այդ փոփոխվելը մարդու արտասանական ապարատի հարմարեցման հետ է կապված։ Ինչու ենք մենք դժվարանում ասել ուրախության ն-բ, ասում ենք մ-բ, որտեղ բ արտասանելուց առաջ ն լարվածություն է պահանջում։ Մենք մ ենք ասում, որ միանգամից մ-բ երկուսն էլ շրթնային են։ Այսինքն մեր խոսքի գործարանն է թելադրում ինչպիսին լինի։
Հիմա այդ I-ի եւ E-ի հետ կապված, այո, շատ հրաշալի համակարգ է։ Նույնիսկ եթե վերցնենք EAL անորոշը որ գրաբարում կար, մենք այսօր դրա մասին չենք խոսում, բայց եթե բարբարների մեծ մասում նա վերածվի I-ի, մենք ով ենք հասարակ մահկանացուներս, որ լեզվին պատվեր տանք, որ դու այսպես գնա եւ ոչ թե այնպես, թագավորը անգամ չի կարող բառ ստեղծել, թագավորը անգամ չի կարող լեզվի ընթացքը փոխել, միայն մանուկները, որտեղ եթե նրանք մեր անունը չեն կարողանում արտասանում են շեղված ձևով, մենք հմայվածի պես նրանց հետևից կրկնում ենք նրանց ասած այդ շեղված անունները, ասենք, չգիտեմ, Վլադիմիր, Վովա, չգիտեմ, Ցողիկ, Ցոցո եւ այլն, ու կրկնում ենք։ Մարդը չի կարող լեզվի վրա փոփոխություններ կատարել։ Պարոն Հակոբյանյան, չեմ կարող այսօրվա իրականության այդ զուգահեռներ չանցկացնել, այդ ձեր ասած այդ ամբողջ պատմական էքսկուրսը, լեզվագիտական էքսկուրսը, որևէ աղերս, որևէ ածանցյալ ունի այսօրվա մեր կենցաղվարության մեջ, թե չէ։ Կենցաղվարությունը դժվար է ասել, բայց որ քաղաքականության հետ ունի, իհարկե շատ կարևոր։ Այսօր աշխարհի մեծերը, որոնք այս աշխարհը փչացրել են, այդպես ասենք, հա, եւ որևէ լավ բան չունեն տալու մարդկանց, հիմա արդեն ավելի մերկապարանոց դարձան այդ բանի թագավարակի հետ, չէ՞։ Ինչու՞ չունեն։ Սպառիր, երջանիկ եղիր ամեն տարի այդ ամեն նոր iPhone-ն առ, ինչ է։ Հա, հիմա տեսեք այդ բանը Bill Gates-ը, չէ՞, ինքն էր այդ գաղափարների կրողը, որ ազգաբնակչություն կրճատեն աշխարհի վրա 7-8 միլիարդով եւ հա, նրանք արդեն մտածեցին, որ այս թագավարակով աշխարհի հարցը լուծել են, բայց թագավարակը թույլ դուրս եկավ։ Ու դրանով իրենց մերկացրին։ Նրանք խոսեցին այն մասին, որ իրենք ուզում են ազգաբնակչությունը կրճատել 8 միլիարդով եւ այլն, հասկանալ։ Այսինքն նրանք արդեն ցույց տվեցին իրենց աշխարհակարգի սնանկությունը։ Այստեղ մի շատ հետաքրքիր փոփոխություն ենք սպասում մենք այսօր։ Լևոն Բեգլարյան կա Մոսկվայում, մաթեմատիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, հրաշալի ազնվորություն է, հրաշալի մտածող, մի այսպես պատկերավոր արտահայտություն է անում, ասում է թատրոն է, մարդիկ նստած են, այս աշխարհի բնակչությունն է, բեմը վարակույրը իջեցված է, որովհետև ներկայացում պիտի փոխվի։ Հին ներկայացման բոլոր ուրեմն ատրիբուտները պետք է հանեն բեմից, նոր ներկայացման ուրեմն իրերը դնեն այնտեղ, դա ժամանակ է պահանջում եւ ասում է բեմ են թողել Արլեկինին, նկատի ունի հասկանալի է որ մարդկանց զբաղեցնի, միջև տեսնենք թե վերջը ինչ է լինելու։ Այսինքն, գիտեք ինչ, շատ համարձակ մեծ փոփոխություններ աշխարհի մասշտաբով է։ Աշխարհի մասշտաբով եւ բայց ինչն է խնդիրը, իմ հարգելի արտակ։ Այդ բոլորը անցնելու է մեր ողնաշարի վրայով, որովհետև հին աշխարհից սկսած, Սարգոնից սկսած, որ առաջինը շտամբաբար տրամադրվեց մի երկրի դեմ, որը ավետյաց երկիր էր, որը աշխարհին ամեն ինչ տալիս էր իր բոլոր գյուտերը, անիվի գյուտը, կրակը պահպանելու գյուտը, ձին ընտելացնելու, այծը ընտելացնելու, այծը, Բեզուարյան այծը միայն Հայաստանում է եղել եւ այստեղից գաղթողների, արտագնացողների հետ է գնացել աշխարհի տարբեր վայրեր, հասկանալի։ Այսինքն ամբողջ աշխարհը շատ բաների ծանոթացել է միայն այն բանի շնորհիվ, որ հայկական լեռնաշխարհից գնացել են այնտեղ մուտքեր են կատարվել, բայց այսօր շատերն են տենչում հայկական լեռնաշխարհում ապրել։ Եվ Եղեռնից ու դրանից սկսած ավելի վաղ ժամանակներից սկսած չեմ ուզում ուրիշ բաների անուններ տալ, բազմաթիվ իրադարձություններ բերել են նրան, որ իրականությունը մի քիչ փոխվի ի վնաս հայերիս։ Եղեռնի կազմակերպողը թուրքերը չէին։ Նրանք են սև ձեռքերն էին, որոնք կրակից շագանակ էին հանում ում համար։ Գերմանացիները չէին այդ կազմակերպանը, դրանք ինժեներիան մտածեցին, ինչպես անել, որ ավելի քիչ միջոցներով, ռազմական միջոցներով, ասենք ավելի շատ մարդկանց շարել մի գծի վրա, կրակել, քանի հոգու գլուխը ծխեց, ուրեմն այդքան մարդը մի գնդակով։ Ամեն մարդուն անգամ մի գնդակը շատ էին համարում։ Հիմա
Հայաստանը, հայերենը, դուք տեսեք 5-րդ դարում մենք հսկայական գրականություն թարգմանեցինք եւ բոլորովին նեղություններ չկրեցինք, որտեղ հայերենը ուներ այդ բառապաշարը։ Աքադները, երբ որ շումերերենը թարգմանեցին, շումերերեն բառապաշարի կեսը վերցրեցին իրենց, որտեղ իրենք այդ բառերը չունեին, իրենք թափառական, վաճկատուն ցեղեր էին, հա, անասնապահ ցեղեր էին, նրանք ունեին միայն այն հին հիմնական բլոկը բառապաշարի, այն որ ասում եմ հիմնական բառաֆոնդն է։ Դրանից են կողմ գիտական, դրա համար ամբողջ շումերական բառերը անցան աքադերենին եւ բառարաններ կազմեցին, որ յուրացնեն եւ յուրացրին, այդ բառերը նրանց լեզվի մեջ են այսօր, բայց գիտական բառերը ցեղակցություն չեն որոշում։ Ցեղակցություն որոշում են այն պարզ բառերը, որոնցով մարդիկ շփվել են առաջին իսկ իրենց գոյության տարիներին։ Այնպես որ ուրեմն խնդիրը հետեւյալի մեջ է։ Ես բերեցի 5-րդ դարի այդ պատմությունը եւ բերեցի համեմատեցի աքադների հետ, որոնք շումերական բառապաշարի կեսը վերցրին, որտեղ բառեր չունեին թարգմանել։ Ես իրեմ ուրիշ հասկա, որ թարգմանչած տոնա նշում, այն մարդ մենք ֆենոմենալ ենք։ Իհարկե, դա կարևոր հանգամանք է։ Եվ այսօր մենք տեսնում ենք, որ ուզում են հայերենի մեջ սպանել գիտական ճյուղը, գիտական տերմինաբանությունը։ Ստեղծել են շատ բարձր էլիտար կարգի հրատարակչություններ, որտեղ եթե մարդը ուզում է դառնալ գիտնական, ձեռք բերել գիտական կոչում, տեխնացու, դոկտոր եւ այլն, պետք է այդ հանդեսներում, որոնք անգլերեն են հիմնականում, պետք է այնտեղ նյութեր տպի։ Հիմա դուք պատկերացրեք մեկին, որը հայերեն այդ հոդվածը գրեց, հետո թարգմանեց անգլերեն, չէ՞, մի անգամից անգլերեն կգրի էլի։ Չէ՞։ Այսինքն հայերենը որպես գիտական լեզու նրանք ուզում են սպանել։ Եվ այսօր մեր դարի հայ ժողովրդի, հայ մտածողության, հայակենտրոն մտածողության ու բարբելակերպի ամբողջ միտքը պետք է ուղղությամբ լինի, որ դա պետք է թույլ չտալ։ Ամեն լեզու, ամեն ժողովուրդ, ամեն պետականություն իր երկրի տարածքում պետք է ունենա բարձրագույն էլիտար հրատարակչություններ իր լեզվով, որպեսզի իր լեզուն շարունակի զարգանալ գիտության մեջ։ Որտեղ գիտությունը, գիտեք, դրանք տերմիններ են, եզրեր են, եզրույթներ են, եւ այլն, եւ եթե այսօր մի 50-100 տարի մենք այդ ոլորտը չզարգացնենք, 100 տարի հետո մենք կլինենք գավառական լեզու։ Սա է խնդիրը։ Եվ ես կարծում եմ, որ եւ ես իմ դասախոսությունների ժամանակ եմ միշտ ասում, որ պետք է անդիմության ոգին բարձրացնել, մի քիչ առաջ էլ մենք խոսում էինք դրա մասին, որ անդիմության ոգին այո պետք է բարձրանա եւ դա իհարկե մի օր պիտի պայթի։ Այո, անհնար չի, անհնար է։ Ոզնուն կարող է շոյել, եթե ցցերին իր փշերին համընթացես ձեռքդ շարժում, բայց փորձիր հակառակն անել։ Չէ, մենք համբերատար ենք, բայց Աստված մի արած թե մեզ ունից անեն ու արդեն հանում են ոնց։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Նորից եմ ասում, աշխարհի հարցերը լուծվելու են հայկական տարածքի, հայոց լեզվի, հայերենի պատմության առանձնահատուկ գծերի, ուրեմն նախանշած ձևով, որովհետև ուրիշ կերպ հնարավոր չի։ Այդ որ ասեցի Սարգոն, նրա թոռը Նարամսույենը ավելի անկեղծանում է եւ իր ուրեմն հիշատակների մեջ, արձանագրությունների մեջ գրում է. ես առաջինը եղա, որ համարձակվեցի զորքով գնալ Արմենիայի դեմ։ Այսինքն մինչ այդ ոչ մեկի մտքով չէր անցել։ Այն երկիրը, որ քեզ սնում է, օգնում է, իր գյուտական գյուտերը, տերմինոլոգիան ամբողջը տալիս է քեզ, ինչու պիտի դու նրա դեմ գնաս, եթե նա ավետյաց երկիր է եւ քեզ ինքը սնուցում է։ Ուրեմն կարգ է փոխվել։ Մեր աշխարհակարգը հենց այդ օրվանից, երբ որ այդ բանը գրեց, արդեն երբևեր դարձավ։ Բարի եւ չար
աստվածությունների բևեռները։ Պարոն Հակոբյանյան, կներեք, չափազանց հետաքրքիր է ձեզ հետ, բայց հաղորդման ֆորմատի մեջ կա վերջաբան, որտեղ մի քանի բլից հարց է։ Այդքան տարողունակ են հարցերը, կխնդրեմ հնարավորինս կարճ։ Եվ այսպես, ինչ է ձեզ համար հայրենիքը։ Իսահակյանը լավ էր ասել, որ ցոփ արոտավայր հարուստների, ճոխ արոտավայր հարուստների ցոփ դա չի։ Հայրենիքը այնտեղ է, որտեղ ես պիտի աշխատեմ, տառապեմ, հարստացնեմ, բերքի բարիքի մասին մտածեմ այնքանով, ինչքանով պետք է ինձ մի օր սնվելու համար։ Ինչպիսի Հայաստան եք տեսնում 10 տարի անց։ Ես հույս ունեմ ավելի վաղ տեսնել այդ Հայաստանը տարիքից բերումով, որովհետև այսքան բուրըն կյանքով ապրած լինելով իմ ամբողջ կյանքը եւ միշտ լինելով, այսպես ասենք, պայքարող կողմում, իրադրությունը փոխել ցանկացողների կողմում, անգամ խաղաղ պայմաններում մենք հնարավորություն ենք ունեցել նույնիսկ խորհրդային տարիներին անգամ բաներ ենք արել, որ մեր կյանքը լավանա, ոչ թե ասենք թե այլ երկիրը հազար մեր կյանքը լավանա, եւ սա ոչ միայն նյութական բարիքների արտադրության մեջ էր, այլև հոգեվոր բարիքների արտադրության մեջ, եւ այդ առումով մենք լիուլի շատ ամեն ինչ ստեղծել ենք մեզ համար, այնպես որ սա շատ կարեւոր է, ես լավ եմ տեսնում։ Հայաստանի ղեկավարը դուք եք առաջին 3 որոշումները, որ կկայացնեիք։ Ամենաազնիվ փաստաթուղթը, որ մեր վերջին շրջանի իրականության մեջ ստեղծվել է, դա անկախության հռչակագիրն է, որի վերնագիրը մենք 4 սահմանադրություն ենք փոխել եւ ոչ մեկը այդ հռչակագրի ոչ մի կետը դույզնից չի ընդգրկել որպես դրա իրականացում, բայց միշտ շոյել են ժողովրդի գլուխը, մազերը այդ հռչակագիրը բերելով որպես նախաբան, որպես պրեամբուլ, այսինքն բոլոր այդ սահմանադրությունների մեջ նա հիշատակվում է, բայց այն հանգամանքը, որ նրանից ոչ մի բան չի անցել այստեղ, ուրեմն դա նույնպես փաստ է։ Ես կասեի, որ առաջինը ես կհանրայնացնեի Հայաստանի բնական ռեսուրսները։ Երկրորդը։ Երկրորդը ես կսկսեի դպրոցից եւ մանկապարտեզից ավելի ճիշտ, որտեղ մեզ պետք է հիշում եք, որ Նժդեհը ասում էր տվեք ինձ մի սերունդ եւ ես կապահովեմ 1000 տարի։ Այդ սերունդին դաստիարակելը հնարավոր չէ վերևից համալսարաններից սկսել, որտեղ այդտեղ մենք արդյունքի չենք հասնի։ Մենք պետք է ընդեղից սկսենք ու նրանց հետ աշխատելով նրանց բերենք հասնենք համալսարանի տարիքի, այդ 20-25 տարեկանին նոր հանգիստ շնչենք։ Եվ մյուսը ես կարծում եմ, որ ազգային արժեքները առաջին հերթին պետք է շողշողա, փողփողա դրոշի պես։ Այդ արժեքներից մենք ավաչելու բան չունենք, որպեսզի դրանք մոռանանք, դրանք մի կողմ նետենք, դրանք մեր դասագրքերից դուրս նետենք եւ այլն եւ այլն։ Մենք դրա կարիքի չունենք։ Ովքեր էլ կոսմոպոլիտ են, թող գնան Ռեյկյավիկ ապրեն իրենց համար։ Որ գիրքը մարդն իր կյանքում պետք է անպայման կարդա, կամ հայ մարդը։ Գիտեք, իսկապես մի գրքով դա հնարավոր չի ասել, բայց ես կասեի խորենացու հայոց պատմությունը, որովհետև չէ, հայոց պատմությունը ողջ նրա գլուխներից մեկն է, հայոց պատմությունը, որովհետև այնտեղ, գիտեք, այդ ինչ փիլիսոփա է եղել, այդ ինչ քաղաքագետ է եղել, նա վերցրեց, դուք Արթուր Արմինի հետ որ կզրուցեք, այդ հարցը տվեք իրեն, նա վերցրեց հայոց աստվածներին, մարդեղենացրեց, դարձրեց թագավորներ, ներկայացրեց որպեսզի թագավորներ, որտեղ ինքը ներկայացնում էր պատմություն։ Եթե նա նրանց ներկայացներ որպես աստվածներ, քրիստոնեական գրաքննությունը նրան առաջին իսկ սյունից ծառից կկախեր, այսինքն խոսել հեթանոսական աստվածների մասին, եւ որ քրիստոնեությունը մոլեգնում է 4 կողմում, դա մի հիմարություն եւ նա խելացի կերպով, բայց կարողացավ հասցնել մեզ։ Պատկերացրեք, ինչ կլիներ մեր այսօրվա մշակույթը, եթե այդ գիրքը, այդ մի հատ գիրքը չլիներ։ Այդ անկյունակարը նախաքրիստոնեություն ու քրիստոնեական, այտենց օրգանիկ, ես չգիտեմ ոնց կարելի է։ Եվ այդքան մտածված ձևով։ Չնայած միևնույնն է ինքը էլի հաշտ չի ապրել, հեշտ չի ապրել։ Հասկացա, ո՞րն է երջանիկ լինելու ձեր բանաձևը։ Միշտ աշխատիր մտածել, որ դու բարեկեցության գագաթին ես, որ դու չունես կարիք ուրիշին ինչ-որ բանով վնասելու, վատաբանելու, չարախոսելու, որ դու եթե կարող ես օգնել, եթե չէ, գոնե
մի հատ քնքուշ հայացք նվիրելով անցիր, եթե ի վիճակի չես այդ մարդուն օգնել, գոնե նրան ապրումակցիր։ Հասկացա։ Պարոն Հակոբյանյան, Աստծուն տեսնեիք, ինչ կասեիք։ Կասեի, արի մի 2 ժամով առանձնանանք։ Ու Եվ որոշ բաներ կասեի իհարկե։ Դե Աստված այն է նբռնումով, որ ասենք այսօր մեզ ներկայացվում է, դա մի բան է, բայց այն ըմբռնումով, որ այսօր գիտությունն է ներկայացնում, Ամերիկայից մի հատ ֆիզիկոս էր եկել հայտնի հայ, նա ասաց, որ ֆիզիկայի մեջ 34 գործոն կա, որոնք ապացուցում են Աստծո գոյությունը, բայց դա այն Աստվածը չի, որ Եհովան է, կամ չգիտեմ, Ալլահն է կամ նա տիեզերակերտ է եւ ինչպես այսօրվա այս համակարգիչը, չէ՞, ինքը ստեղծել է ամբողջը եւ այսպես ընթացք է տվել եւ այնքան ճիշտ է ստեղծել, որ տեսեք մեր ամբողջ այդ պատմության ընթացքում ինչ հասարակությունը կա, մոլորակները պատտվում են իրեն շուրջը, իրար չեն բախվում, երկիրը պատտվում է արեքակի շուրջը, այո, հեռանալ մոտենալ կա, բայց մոռանալ ուրանալ չկա։ Եվ վերջին հարցս ինչից եք ամենից շատ վախենում։ Ճիշտ ասած, երբեք չեմ վախեցել։ Երբեք չեմ վախեցել, ես հիշում եմ, որ փոքր էի, այստեղից Իջևան էի գնացել, իջել էինք գետ, երկու տղայի հետ իջել էինք գետ, ես այստեղից կարթեր էի տարել, ձուկ էինք բռնում, ու այնտեղ թուրք լամուկներ կային, մի 5 հոգով, ես տեսա, որ նրանք մեր կարող է ելնել խնդրել, այդ կարթերից տվեք։ Ես կտայի, որտեղ շատ էի տարել, դա մի արժեք չունի, կարթը ձուկ բռնելու կարթը ինչ է։ Նրանք գնում էին, մտնում էին ջրի մեջ, երբ որ տեսնում էին մենք այդ ուղղությամբ չեն, կտրում էին այդ թելը, ու մենք ամեն անգամ հանում ենք, տեսնում ենք կարթը չկա, հանում ենք ու ես հասկացա, որ ինչ է, եւ իմ ընկերներին ասի, սրանց պիտի ջարդենք։ Ասեց շատ են։ Ասի պիտի ջարդենք, ու ջարդեցինք։ Ջան։ Հետո ես մեկի ականջի վրա 3 հատ բան այդ կարթից հագցրի։ Ասի սա ինձնից քեզ նվեր, որ դու իմանաս, որ կարելի է խնդրել, բայց չի կարելի գողանալ։ Հուսամ այդ տեղ հասել է էլի դասը։ Վստահաբար ասել է։ Գուցե, որովհետև Իջևան եւ Ղազախ կողքի էին, նույնիսկ գիտեք հասարակ ժողովուրդը բարեկամություններ անում, իրար խավոր էին կանգնում, իրար հարսանիքի էին հրավիրում, նույնիսկ այնտեղ մի սերունդ կար, որ կամ հայրն էր ադրբեջանցի, մայրը հայ կամ հայրն էր հայ, մայրը ադրբեջանցի, եւ նույնիսկ մի տղայի եմ հիշում, որը հայրը ադրբեջանցի էր, մայրը հայ, այդ խառնակորերին ինքը այստեղ ավարտել էր իրավաբանական ոստիկանությունում էր, ինքը իր մեքենայով քանի ընտանիք ընդեղից անցկացրեց այստեղ Ադրբեջանից, օգտվելով իր ուսադիրներից։ Այսինքն այն մարդիկ, ովքեր որ այնտեղ վտանգված էին, նա իր մեքենայով վերեց այստեղ եւ առանց որևէ շահի։ Եթե ասեմ 100, գուցե իսկապես 100։ Այո, եղել են այդպիսիք։ Շնորհակալություն, պարոն Հակոբյանյան։ Ես էլ եմ շնորհակալ զրույցի համար։ Սա բարեկամներ Live Armenia YouTube-յան ալիքներ, մեզ հյուրընկալվել էր լեզվաբան, բանասիրական գիտությունների տեխնատու, դոցենտ Հրաչիկ Հակոբյանը։ Շնորհակալ ենք նաև ձեզ հարցազրույց դիտելու եւ մեր ալիքին բաժանորդագրվելու համար։